Էս էլ Երևան, նոր Բադալ Մուրադյան փողոց։ Ֆուֆ։ Ստենայ, անտանելի վիճակ։ Գարշահոտ։ Ու սենց քանի ամիս է այս վիճակն այս բնակիչների Արտեմ Միկոյան 1 շենքի մոտից հոսում է մինչև Բադալ Մուրադյան փողոցով Ափսոս չի ավտոտես հոտը Ֆուֆ Լստենայ Ֆուֆ Սիրուն զրուցարանը սարկած ում է պետք Այս հոտին մարդ ծառավի գա ջուր խմի այս ջուրը կխմվի Են որ Սայատնովան ասում իմ ջուրն ուրիշ ջրեն է Սենց դուրս է գալիս Ստենա յարա մի քանի 100 մետր չէ, բայց մի 2 կիլոմետր ենքոմ թաղապետի վարչական շրջանի ղեկավարի նստավայրն է Էս ինչքան վաղտ է այս վիճակն է Ոչ մի օգուտ Սենց գնում հասնում արդեն Բադալ Մուրադյան Փուֆ Միջև քանդած մոստ գնում է Ապրիլի 16-ն է գտնվում ենք նոր վարչական շրջանի Արտեմ Միկոյան փողոցի առաջին շենքի բակում որտեղ ըստ բնակիչների արդեն 1 շաբաթից ավելի է դիտահորից շենքի մուտքի մոտ Դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս և այսպես հոսում հասնում Բադալ Մուրադյան փողոց Բադալ Մուրադյան փողոցից էլ դեպի եմ ժողովրդին հայտնի քանդած կամուրջ, քանդած մոստ են ասում այդ հատված ամբողջ տարածքը տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ բնակիչները զայրացած են ասում են ամեն օր զանգահարում ենք Վիոլա ջուր, քաղաքապետարանի թեժ գիծ, թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք ու այս պատկերն է, տեսեք, դիտահորը ամբողջությամբ, հա, դիտահորը, ինչպես, Ուր զանգում են կառավարություն, թաղապետարան, Քաղաքապետարան, ոչ մի մեկը հայտնենք Վիոլա ջուրել եք զանգում, բոլոր տեղերը ինչ են պատասխանում, մեկը հայտնենք մենք հայտնենք ոնա հակասանիտարական գարշահոտ վիճակ է ասում եմ բանա ժողովուրդ էսա դուրս են գալի քաղաքապետարանին ճամփեքը փակեն Սենց գնում հասնում Բադալ Մուրադյան Միկոյան փողոցից Գնում միջև Բադալ Մուրադյան Շամշան ջան տելևիզորով քսեն Իմի տենանք ինչ կլնի էլի պետք է սան խառնենք իրար էլի
Գարշահոտ վիճակ, հակասանտարական վիճակ։ Այստեղից մի 2 կիլոմետր են կողմը Թաղապետարանի շենքն է, Թաղապետի աշխատակազմն է։ Հա։ Առաջ այնտեղ էր, հիմա սենից ակցիում արդեն։ Չեն գալիս։ 4 օրն է ուր զանգում եմ, քաղաքապետարան առավոտել եմ։ 5 օր Վիոլա ջուր, Թաղապետարան։ Հա։ Ամբողջ այսպես տեսեք, Միկոյան փողոցի առաջին շենք ու ոչ միայն այս շենքն, այլ ընդհանրապես հարակից լիքը շենքեր կան։ Տեսեք, Գարշահոտ, Կեղտաջուրը սենց դուրս է գալի ու սենց հա, գիտեմ։ Ու սենց ահավոր վիճակ։ Այսպես։ Բնակիչները տեսակ սպառնում են, արդեն ասում համբերության բաժակը մեր լցվել է։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, հարգելի Վիոլա ջուր, հարգելի Թաղապետարան, արթնացեք քնից։ Հեսա առաջիկայում ընտրությունների ֆոնին քարոզարշավ կանեք, գգակ այս մարկանց սարեր կխոստանաք, որ հեսա հա տեսեք կապիտալի փոխելու ենք։ Մարդիկ չգիտեն ոնց անցնեն այս Գարշահոտի միջով։ Սա տված է, որպեսզի քաղաքացիները կարողանան անցնեն, աստիճանները անվտանգ անցնեն, հասնեն կանգառ։ Գարշահոտ ահավոր վիճակ է։ Տեսեք, ով է պատասխան տալու, ինչ անի այս խեղճ ժողովուրդը, հիմա ում դիմի, թե նորից առաջնորդվի եղունգ ունես գլուխդ քորի սկզբունքով։ Ու այսպես արդեն Բադալ Մուրադյան փողոց, գլխավոր փողոցով այսպես գնում է։ 2 կիլոմետր երևի գնում է։ Կեղտաջրերի միջով մարդիկ էթում են։ Թռի, լավա, ֆիզկուլտուրա, թռի, հոպլա։ Հոտը սպանում է։ Ինչ է, տունը չի մնալ, աղբեջա, դուրս է չես տանում դաս։ Շեշտում է։
Հատը սպանում է։ Սենց գնում է։ Սենց մարդը հելավ կեղտա ջրի միջից ասմա միջև կանգար Այն լուկից որ էլ մաշ նկալ եմ էդ շենքը հա այս մասն է կարևոր բան այդ մասն ինչա ստեղից էլա դուրս տալի հա ուրա բա Այն շենքի դեմն է, Միկոյան 1 շենքի մոտից է։ Լուկա, գիտեմ, էդի նկարել եմ։ Սենց նայ։ Հիմա էլ է հելնում։ Այդ դիտահորից դուրս է գալի։ Առավոտը ստեղից Բայց ընդեղից էլ այլ հնա, ընդեղից հնա, ընդեղ ենի նկարել եմ Միկոյան 1 շենքից հեսա, ենա Չես տես է հեսա Նայ, հեսա Ոչ մեկ օգուտ չկա, մենք այդ ենք, արդեն գիտենից, Ստեփան դուք եք, առավոտն եմ զանգել, այդ եմ ասում, ես ասա շրամշանին եմ զանգելու, որ ինքը գա նկարի, ձեր իրանք ինչ ուզում եք արեք։ Կռիցները սատկած։ Բա, այդ էլ քաղաքապետարանի թեժգիծը։ Կա գալիս է սա։ Հեսա ընտրություններն է, չէ՞։ Կաղ այդ վաղ կանեն, չէ, որ ասում են։ Արդեն վախից կտանեն տակները։
Ընտրությունները կարող կան անեն, չէ՞։ Բա, Ինչ լավ կլինի, որ 3 ամիսը մեկ կլինի ընտրությունները։ դեր չկա, ախպեր ջան, ես քաղաքին, ես հանրապետությանը, ախպեր ջան, դեր չկա, ցավդ տանում, ես երկիր չի, արա։ Ողնի շենքեր կա է։ Բա, Քեզ այս շենքի ժողովուրդ հանրապետի չեն կարողանում դուրս գալ։ Դու փողոցում էլ չես կարող քալես, միջև որտեղ է այդ հասնում։ Փողոցում էլ չես կարողանում, մարդիկ բնակիչները չեն կարող բաժնեստից դուրս գալ։